Ոմանք 2018-ի իշխանազատման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում եմ հասկանալ եւ իբրև թե ոչ մի կերպ չեն հասկանում, այդ ինչ ուժերի են պարտվել։ Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո, ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում եւ այն արհավիրքը, որ տեղի ունեցավ Արցախի հետ, այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ միայն ես եւ մեր քաղաքական թիմը, այլ վերջնարկությունքում պարտվեցինք ազգովի։ Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող եւ ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին, նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի եւ Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգորած տականքների, ովքեր պոպուլիզմում մթագնեցին շատերի ուղեղները եւ հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, մինչեւ չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները։ Որքան էլ աներկբա է, որ մենք միակ երկիրը չենք, որտեղ ներսի տականքը տերերի պահանջով մեծ աղետ է բերում սեփական պետության ու ժողովրդի գլխին, այնուամենայնիվ դա մի խթարություն չէ, առավել եւս փրկություն հնարավոր հերթական աղետից, եթե աղետաբեր տականքը չհեռացվի իշխանությունից։ Էլ ինչ պետք է չհասկացողներին հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչի համար, թե ինչ է կատարվում հիմա եւ ինչ նպատակ ուներ այդ ամենը եւ թե այդ ինչ ուժեր են, ովքեր են այս ամենի շահառուները, ինչպես է նրանք այսօր եւս խաղում իշխանատենչության մոլուցքով տարված ներսի տարբեր ուժերի հետ, ինչ շահեր են հետապնդում մեր երկրում եւ նաեւ ամբողջ տարածաշրջանում։ Ուզում եմ 2018-ի իշխանափոխության գործընթացում այս եւ այն կողմից բոլոր ներգրավվածներին եւ այսօր նորից ողջավորվածներին կրկին հարցնել. ի վերջո ինչ ստացաք մեզ մերժելով։ Ինչի հասակ։ Հիմա ինչ խնդիր եք լուծում տարբեր կողմերից դարձյալ կեղտոտ արշավ ձեռնարկելով իմ եւ մեր քաղաքական թիմի դեմ։